Մեծարգո պարոն նախագահ Ռինկևիչիս, հարգելի գործընկերներ, այսօր պատիվ ունեմ հյուրընկալել Լատվիայի մեծարգո նախագահ Էդգար Ռինկևիչիսին եւ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում։ Ուրախությամբ եմ նշում, որ սա իմ գործընկերոջ առաջին այցն է նախագահի պաշտոնում, սակայն պարոն Ռինկևիչիսի պատիվ ենք ունեցել Հայաստանում հյուրընկալել անցյալում երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Հարգելի ներկաներ, Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին տարիներին գործունք հայլեր ենք ձեռնարկում ամուր եւ դինամիկ քաղաքական երկխոսություն ծավալելու ուղղությամբ։ Հայ-լատվական գործընկերությունը հիմնված է բարեկամության, ժողովրդավարական արժեքների եւ ընդհանուր հանձնառության վրա, ապահովելու բարեկեցիկ եւ ավելի անվտանգ ապագա մեր ժողովուրդների համար։ Հայաստանն ու Լատվիան համախոհ երկրներ են անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական արժեքների պահպանման եւ խաղաղության առաջնորդման գործում եւ վճռական են առավել խորացնել փոխգործակցությունն այս առումով։ Այսօր մենք հանգամանալից անդրադարձ ենք կատարել երկկողմ հարաբերությունների տարբեր բաղադրիչներին, կարևորելով առևտրի եւ ներդրումների խթանումը։ Հեռանկարային եւ փոխշահավետ ենք համարել բարձր տեխնոլոգիական ոլորտում առարկա մեծ ներուժի օգտագործումը։ Հաշվի առնելով Լատվիայի նշանակալի ձեռքբերումները տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, կիբերանվտանգության ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի նորարարական տեխնոլոգիաների հիմքում գործող կենտրոնների հաջողված փորձն ու այն նշանակալից բարեփոխումները, որոնք իրականացվել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ Ընդգծել են կիբերանվտանգության, օդային հաղորդակցության, կրթության եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում առավել թիրախային համագործակցային ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը։ Ոլորտային համագործակցության առաջնորդման համատեքստում կարևորել ենք իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որն այս պահին ընդգրկում է 2 տասնյակից ավելի փաստաթուղթ։ Երախտագիտություն եմ հայտնել նախագահ Ռինկևիչիսին Լատվիայի կառավարության կողմից զարգացման համագործակցության գծով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ի ցուցաբերվող աջակցության համար։ Երկուստեք կարևոր ենք 2024 թվականից հետո ձևավորված Հայաստանի եւ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի միջև համագործակցության շարունակականությունը։ Մեր համագործակցության համատեքստում անշուշտ առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետություն եւ Եվրոմիություն գործընկերության շրջանակներում իրականացվող երկխոսությունը։ Նախ երախտագիտություն եմ հայտնել պարոն նախագահին Հայաստանի Հանրապետություն Եվրոմիություն համագործակցության առաջնորդման գործում նրա ներդրման համար։ Նշել եմ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող ծրագրերով Լատվիայի կողմից ցուցաբերվող աջակցության շարունակականության կարևորությունը, ընդգծելով դրանց դերը Հայաստանի դիմադրողականության բարձրացման գործում։ Բարձր եմ գնահատել նաև Լատվիայի մասնակցությունը Հայաստանում Եվրոմիության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Հուսով ենք, որ Լատվիայի աջակցությամբ նաև կարողանանք առաջ մղել մեր բարեփոխումների օրակարգը, որն անկյունաքարային է ապագայում կյանքի կոչելու Հայաստանի Եվրոմիության անդամակցության ձգտումները։ Հարգելի գործընկերներ, այսօր անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հարցերին, ներառյալ Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։ Նախագահ Ռինկևիչիսին ներկայացել եմ նաև Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումները, այդ թվում մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը տարածաշրջանային գործընթացների նկատմամբ եւ նրա ներդրումը տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում։ Հարգելի պարոն նախագահ, սիրելի Էդգարս, եզրափակելով խոսքը ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեր այցի եւ բովանդակալից ու կառուցողական քննարկումների եւ առհասարակ ձեր ընկերության եւ ժողովրդավարության նվիրվածության համար։ Շնորհակալություն։